Ես սովորել եմ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այնուհետև վերապատրաստում եմ ստացել որպես էսթետ, այժմ զբաղվում եմ ակտիվ էսթետիկայով, կատարում եմ էսթետ բոլոր միջամտությունները, բոտուլինոթերապիան, ինքը բոտոքսը, ֆիլերներ, բիոռևիտալիզացիա, մեզոթերապիա, թելերի տեղադրումներ։ Այս զրույցում նաև շատերի հարցերին կպատասխանեմ, որ այո, ես բժիշկ եմ, որովհետև շատ հաճախ են հարցնում, որ բնագավառին խառնվել են մեր բժշկության նաև ոչ բժիշկ մասնագետներ ու ոնց որ մարդկանց հավատը կորել է մեր մասնագիտության հանդեպ։ Խնդրեմ ասեք ինչ ծառայություններ եք դուք մատուցում եւ ծառայությունները խնդրեմ մանրամասնել, թե օրինակ բոտեքսը ինչ է դες ներկայացնում։ Շատ լավ, դե արդեն խոսքումս նշեցի, որ կատարում եմ բոտուլինոթերապիա, մեզոթերապիա, բիոռևիտալիզացիա, ինչ չէ թելերի տեղադրում, ֆիլերներ, այսինքն պլաստիկ ուրվագծային միջամտությունները։ Բոտոքսը կարճ կասեմ, որ նախ շատ հաճախ են դիմում ու նշեմ, որ այս վերջին տարիներին նաև շատացել է տղաների հոսքը, քանի որ տղաները ևս ուզում են էսթետիկ ավելի լինել։ Բոտոքսը ինքը իրենից ներկայացնում է մկանի թուլացում, որ մկանը ենթարկվում է սպազմի, որի հետևանքով ժամանակավորապես դիմախաղի մկանների աշխատանքը ընկճվում է ու դրա հաշվին մենք ունենում ենք ավելի ձգված հայացք, ինչը կարող է լինել ճակատի, միջանքի, աչքերի շուրջի, ակտիվ ծնոտ, քթի ձևի շտկման, դրա բոտոքսի միջոցով մենք այս ամեն ինչը կարողանում ենք կատարել։ Ֆիլերները, որոնք ես ևս էլի շատ հաճախ կատարում եմ, ուրվագծային պլաստիկա, դրան հիմնական ավելի շատ դիմում են աղջիկները, բայց այս հարցազրույցում նշեմ, որ նաև շատ նորմալ է, եթե դիմեն տղաները ու հաճախ ոչ այդքան հաճախ, բայց էլի դիմում են։ Ֆիլերների միջոցով մենք կարողանում ենք ինչ-որ դեֆեկտներ լրացնել, ծավալ հաղորդել ու լինել ավելի էսթետիկ։ Բիոռևիտալիզացիա, մեզոթերապիա գրեթե նույն միջամտություններն են, ուղղակի մեզոթերապիան մեզոկոկտեյլներ է, իսկ բիոռևիտալիզացիան ավելի շատ մաշկի խորը խոնավեցում է կատարում, սրանք ևս ես կատարում եմ նաև թելերի տեղադրումներ, որոնք մեր դեմքին տալիս են լիֆտինգ ազդեցություն։ Արդյոք բոլոր բուժարները, որ դիմում են ձեզ, դուք կատարում եք միջամտություններ, թե լինում է բուժարներ, որ դիմում են, բայց միևնույն է չի կարող իր վրա կատարվել ինչ-որ փոփոխություն կա, արդյոք նմանատիպ բաներ։ Նեք, բուժարուները իրենք կարող են մտքով իրենց մտածեն, որ այո, իրենց պետք է բոտոքս, իրենք մտքով մտածեն, որ իրենց պետք է շուրթերի ծավալի մեծացում ու իրենք իրենց մտքով մտածեն այսքան ֆիքս ֆիլեր, ֆիքս միլիով, բայց երբ որ իրենք արդեն մոտենում են, ես որպես բժիշկ իմ առաջարկն եմ արդեն ասում եւ ըստ այդմ երկուստ եք մենք կարողանում ենք խոսելու եւ հասկանալու շնորհիվ հասկանալ կատարենք թե չկատարենք։ Այո, եղել են դեպքեր, երբ որ ինձ դիմել են բոտոքսի համար եւ ես նշել եմ օրինակի համար ձեզ կարելի է կատարել քիչ շուրթունքային ծալքի ֆիլեր եւ ոչ դեռ բոտոքս, որովհետեւ դեռ այդքան են միմիկական գնճիրները արտահայտված չեն։ Այս հարցով կուզեի նաեւ մի հարցի էլ պատասխանել, ճիշտ է դուք չտվեցիք, բայց ոնց որ ինձ է շատ հետաքրքիր, շատ եմ լսում հարցազրույցներում, որ մեր գոլեգաներից երբեմն նշում են, որ պարտադիր կամ ոչ պարտադիր, բայց ճիշտ կլինի կատարել 25 տարեկանից, որպեսզի ինչ-որ մնացորդային կնճիռներ չլինեն, բայց ես այդ հարցին այդպես չէի պատասխանել, ես մտածում եմ, որ չի կարելի ֆիքս ինչ-որ տարիք ասել, ուղղակի զուտ կնճիռների արտահայտվածությունից կախված կարելի է նշել բոտոքս կատարել, թե ոչ։ Որպես խորհուրդ խնդրեմ ասեք բոլորնաց ովքեր դեռ չեն որոշել կատարել ինչ-որ փոփոխություն, իրենց դեմքի կամ մարմնի վրա ինչ խորհուրդ տաք իրենց։ Ես խորհուրդ կտամ առաջին հերթին ընտրել ճիշտ մասնագետի եւ ամենակարևորը ընտրել բժիշկ մասնագետի եւ ճիշտ մասնագետի շնորհիվ կկարողանան կատարել ճիշտ միջամտություն եւ երկուսի ճիշտ համաձայնությամբ եւ ճիշտ որոշմամբ, որովհետեւ դեմք է եւ դեմքը պետք է վստահել հենց մասնագետի, որ նա կարողանա ճիշտ ձևով օգնել բուժարուին եւ ոչ թե հակառակը նա կորցնի այն, ինչ ուներ։ Ինչ որ տարիքային շեմներ օրինակ դիմում ձեզ։
Տարիքային շեմը այս հարցը շատ խառ է անկեղծ հարց տվեցիք, տարիքային շեմը տարբեր է լինում, դիմում են եւ 20 տարեկանից, դիմում են մինչեւ ինչու՞ չէ 75 տարեկան, ես ունեցել եմ բուժառուներ, բայց երբ որ մի փոքր մինչեւ 20 տարեկան շեմն են դիմում, միգուցե ֆիլերներ հիմնականում այդ դեպքում դիմում են ծավալի մեծացման համար, բայց ինչու՞ չէ լինում է, որ դիմում են նաեւ բոտոքս կատարելու համար, բայց անկեղծ ասած ես որպես բժիշկ մինչեւ 30 տարեկան նախընտրում չկատարել բոտոքս ու չեմ կատարում։ Խնդրեմ ասեք ինչու դիմեն ձեզ, ինչու ընտրեն բժիշկ Արգադի Վարդանյանը։ Ինչու ընտրել ինձ թվում է դա ավելի շատ թող բուժառուն որոշի ինչու ընտրել ինձ։ Ես ինձ ներկայացնում եմ, այնքան էլ չեմ սիրում on-line հարթակը, բայց on-line հարթակի միջոցով ինչ որ չափ ներկայացնում եմ ինձ, իսկ ընտրել ուղղակի ճիշտ մասնագետի, ամենաճիշտը սա է, մնացածը արդեն ում կընտրեն, որ բժշկին կընտրեն, դա արդեն բուժառուի որոշումն է, բայց ամենակարևորը ընտրել ճիշտ մասնագետի, իսկ եթե ես ունեմ բժշկի որակավորում, հետևաբար նաև ճիշտ կլինի ընտրել ինձ։ Այո, շնորհակալություն, կխնդրեմ եթե ունեք ավելացում, ինչ կապեցնենք վերջում։ Սա իմ խոսքերն է, դու գեղեցիկ ես, քայլիր ժամանակին համահունչ և քայլիր ինձ հետ։